Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Խորհրդային անցած ընդդիմադիրներն ու Բարգավաճ Հայաստանը ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարան։ Արհեստական եղանակով ընդհանրապես դուրս թողնվեց խաղից։ Բացահայտ ապօրինություն դիտորդները դժգոհ են 3 ընտրատեղամասերում վերաքվյարկություն չնշանակելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից։ Իրավապահները երեկվանից հարկ չեն համարում պարզաբանել, ինչու արգելվեց 3-րդ նախագահի ելքը Հայաստանից։ Ալիևի օգնականի այցը Հայաստան համընկավ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման հետ։ Զուգադիպություններ։ Բրյուսելը խոստանում է օգնել Երևանին հեշտացնելու առևտուրը Եվրոպայի հետ։ Ինչ է ենթադրում Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը։ Պատերազմն ավարտված է։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ընտրության արդյունքները։ Բարգավաճ Հայաստանը նախկին ԿՊԱ-ական Վահագն Հովակիմյանի գլխավորած հանձնաժողովի որոշման արդյունքում չի հայտնվում հաջորդ խորհրդարանում։ Բայց ընդդիմադիրները դեռ տեսնում են Ծառուկյանի առաջնորդած ուժի համար հնարավորություն։ Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների վիճարկման ճանապարհով։ Թե ԲՀԿ-ն է որոշել դիմել բարձր դատարան, թե ուժեղ Հայաստան ու Հայաստան դաշինքները։ Իսկ խորհրդարան անցած Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերից ասում են միայն այդ քննությունից հետո կորոշեն վերցնում են մանդատները, թե ոչ։ Ընդդիմադիր ուժերը ԲՀԿ խորհրդարան անցնելու հարցը փակված չեն համարում։ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքն ու Բարգավաճ Հայաստանը մտադիր են այս ուրբաթ դիմել Սահմանադրական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դեռևս հստակ պարզ չէ արդյոք ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից թե ոչ։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում կարծում են, որ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցը կարող է լուծում ստանալ հենց Սահմանադրական դատարանում։ Մոտ 60,000 ձայն մեկ ամբողջ քաղաքական ուժ, որը ի սկզբանե հաղթահարում էր Շեմը, արհեստական եղանակով ընդհանրապես դուրս թողնվեց խաղից։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿՀ որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջինը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ՝ անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը եւ երրորդ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացու Գոհար Մելոյանը հենց Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ մանդատների բաշխման կարգ սահմանելու որոշման շրջանակում է հնարավոր համարում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան։ Այսինքն Սահմանադրական դատարանը ելքային փաստերի հիման վրա ԿՀ որոշումը չեղարկում է, անվավեր է ճանաչում, ինքը ըստ էության նոր վերջնական ամփոփիչ ակտ է ընդունում, որը կարող է արդեն մանդատ արձանագրել կամ օրինակ այդ անվավեր արդյունքները չեղարկել 3 տեղամասային կենտրոնների ԲՀԿ-ի անցողիկությունը նորից երաշխավորել եւ մանդատների բաշխման նոր կարգ սահմանել, որը կտարբերվի ԿՀ-ի բաշխումից։ Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին հայտարարած Հայաստան դաշինքում եւս ԲՀԿ խորհրդարան անցնելու հարցը փակված չեն համարում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի падգամավորի տեխնացու Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատությանը փոխանցեց, չնայած չեն վստահում Փաշինյանի օրոք ընտրված Սահմանադրական դատարանին, բայց ամեն դեպքում իրավական դաշտում պահանջվող բոլոր քայլերը ձեռնարկելու են։ Սահմանադրական դատարանի 9 դատավորից 8-ը ընտրվել են Փաշինյանի առաջնորդած ՔՊ խմբակցության կողմից։ Ընդ որում ՍԴ դատավորներից Վլադիմիր Վարդանյանը տակավին 3 ամիս առաջ իշխող ՔՊ խմբակցության падգամավոր էր։ Այսինքն դուք դեռ հույսը չեք կորցնում, որ Սահմանադրական դատարանի որոշման միջոցով հնարավոր է անվավեր ճանաչել կամ գոնե ԲՀԿ-ին ետ վերադարձնել խորհրդարան։ Այսպես ձևակերպեմ, ակնհայտ, եթե Սահմանադրական դատարանը առաջնորդի սահմանադրությամբ, ԲՀԿ-ի մուտքը երաշխավորված է լինելու։ Եթե շարունակի ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծառայի ռեժիմին գնա ապօրինության, կընտրի այդ ճանապարհը։ Իշխանությունը մինչդեռ ինքն է մեղադրում ընդդիմությանը ընտրակաշառքով խորհրդարան ընտրվելու համար։ Որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ 3 ուժը ընտրությունների խորհրդարան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։
ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո էլ ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները դեռ չեն հստակեցնում։ Ի վերջո վերցնելու են իրենց բաժին հասած համապատասխանաբար 29 եւ 12 մանդատները, ընդգծելով, որ այդ հարցին կպատասխանեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Չենք համարում, որ այս բան process-ը ավարտված է, դեռ դիմացը կա Սահմանադրական դատարանը։ Բավականին լուրջ ու մի քանի ուժերի կողմից փաթեթներ է պատրաստում Սահմանադրական դատարան դիմելու։ Այդ գործընթացից հետո նոր մենք վերջնական մանդատ վերցնում ենք, չենք վերցնում, ինչ քաղաքական քայլեր ենք նախաձեռնում, դրա մասին կասենք։ Մենք չունենք կայացրած որոշում այս պայդրությամբ։ Հիմա մենք պետք է էլի սպասենք, տեսնենք Սահմանադրական դատարանի զարգացումների արդյունքում ինչ են տեղի ունենում։ Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կվիճարկի նաև Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը, որը 3 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվելուց հետո դուրս մնաց խորհրդարանից։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետ Ատոնոյանը Ազատությանը փոխանցեց, որ հայցն արդեն նախապատրաստվում է։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ընդհանրապես թվաբանական աճպարարության արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հատել անցողիկ շեմը։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը այս ուրբաթ է։ Բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի։ Հիմա տեսնենք, թե ինչպես որոշվեց ԲՀԿ-ի ճակատագիրը։ Ընտրությունները դիտարկած կազմակերպությունները շարունակում են քննարկել ու քննադատել ԿԸՀ երեկվա որոշումը։ Հանձնաժողովը որոշել էր չեղարկել 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, բայց վերաքվեարկություն չնշանակեց։ Այսօր առավոտյան ԿԸՀ նախագահը հարկ համարեց անձամբ պարզաբանել, որ անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ ազդեցությունը, պնդում են ընդդիմադիրները, ակնառու է ԲՀԿ-ի ձայների կորուստ, որի արդյունքում Գագիկ Ծառուկյանի ուժը չանցավ խորհրդարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապօրինություն թույլ տվեց վերաքվեարկություն չնշանակելով այն տեղամասերում, որոնց արդյունքները անվավեր էին ճանաչել, հայտարարում են անկախ դիտորդից։ Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանի կարծիքով ընտրական հանձնաժողովը կամ պետք է վերաքվեարկություն նշանակել 3 տեղամասում կամ ամբողջ հանրապետությունում։ Մեր սպասելիքները մի քիչ տարբերվեցին իրականությունից, որովհետև մենք չենք սպասում, որ այդ աստիճան բացահայտ ապօրինություն կարող է անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընտրական հանձնաժողովը 3 հաստատեց հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները, որոշելով վերաքվեարկություն չնշանակել այն տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել։ Այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքական 2 ուժի՝ Բարգավաճ Հայաստանի եւ Քաղաքացիական պայմանագրի համար։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը դուրս մնաց նոր խորհրդարանից, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը ստացավ падգամավորական մանդատների 3/5-ը։ Այդուհանդերձ ընտրական հանձնաժողովի նախագահ նախկին ՔՊԱ-ական Վահագն Հովակիմյանը 3 պնդեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան անցնելու շուրջ ինտրիգը հասունացավ քվեների հաշվարկի հենց առաջին ժամերից։ Գիշերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նախնական տվյալների հրապարակումից պարզ էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը զրկվում խորհրդարանում 3/5 ունենալու հնարավորությունից։ Արդեն լուսադեմին, երբ հանձնաժողովն ամփոփեց բոլոր 2005 տեղամասերի արդյունքները, ԲՀԿ-ին դեռ հաջողվում էր պահպանել անցողիկ շեմը։ Իրավիճակը սակայն փոխվեց հունիսի 8-ի առավոտյան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մոտ 35 րոպե ուշացումով մեկնարկած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հրապարակված տվյալներում ներառված չեն եղել էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Դրանց հավելումից հետո պատկերը վերադասավորվեց եւ Բարգավաճ Հայաստանի ձայները դարձյալ նվազեցին, կուսակցությանը թողնելով անցողիկ շեմից ներքև։ Մեկ ձայնը անգամ կարող է որոշիչ լինել մեր, այսպես քաղաքական ուժերից շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար։
ԿԸՀ-ի թարմ տվյալներից հետո ԲՀԿ-ն դիմեց վերահաշվարկի, պնդելով, որ իր ձայները սխալ են հաշվել, ինչից հետո պակասող քվեները լրացան։ Սակայն հունիսի 11-ի գիշերային նիստում Վահագն Հովակիմյանի ղեկավարած հանձնաժողովն անվավեր ճանաչեց 2 տեղամասի արդյունքներ։ ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն ու կրկին հայտնվեց խորհրդարանից դուրս մնալու վտանգի առջև։ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Ըստ ընտրական օրենսգրքի արդյունքների վրա ազդած խախտումների դեպքում ԿԸՀ-ն առանձին տեղամասերում վերաքվեարկություն է նշանակում։ Իսկ եթե խախտումներն անհնար է շտկել, ազգային ժողովի ընտրություններն ամբողջությամբ անվավեր են ճանաչվում եւ նշանակվում համապետական վերաքվեարկություն։ Ընտրական գործընթացին հետեւած ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մերի Մինասյանի խոսքով վերաքվեարկություն չնշանակելու ընտրական հանձնաժողովի որոշումը առնվազն խնդրահարույց է։ ԿԸՀ-ն ինչի վրա է հիմնվել այդ որոշումը կայացնելիս։ Ինչի վրա են որոշել, որ այդ 3000 ընտրողի քվեարկության արդյունքները էական չեն ամբողջ ընտրությունների արդյունքների վրա, այն դեպքում, երբ որ մի ուժի խորհրդարան անցնելը կամ չանցնելը ընդհանրապես մի քանի ձայնի հարց էր։ Ոնց են իրենք այդ որոշել, ինչ որ հաշվարկ արել են, թե չեն արել։ Եթե արել են, ինչու հրապարակված չէ այդ հաշվարկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այսօր հրապարակվեց Վահագն Հովակիմյանի պարզաբանումը, թե ինչու չպետք է լինի մասնակի վերաքվեարկություն։ Ըստ նրա, եթե հիմնական ընտրություններին մարդիկ քվեարկում էին առանց արդյունքներն իմանալու, ապա հիմա տեսնում են, թե ում քանի ձայն է պակասում։ Սա ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությամբ կհանգեցնի հաշվարկված քվեարկության, երբ քաղաքացին քվեարկում է վերջնական արդյունքը միտումնավոր փոխելու համար։ Անկախ դիտորդի ներկայացուցչի գնահատմամբ Վահագն Հովակիմյանը մանիպուլյացիա է անում, որովհետև Բարգավաճ Հայաստանը այդ տեղամասերում արդեն ուներ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ ձայները։ Եվ այո, մենք այդտեղ հավելային հավանականությամբ տեսնելու ենք tactical voting, հա? Երբ որ մարդիկ քվեարկում են ոչ թե իրենց քաղաքական նախասիրություններով, այլ զուտ տակտիկական բաներով, պայմանական բոլոր ընդդիմադիրները քվեարկելու են Բարգավաճ Հայաստանի օգտին, որովհետև մյուս ուժերի օգտին քվեարկելուց առանձնապես բան չէր փոխվի, իսկ Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելու հարցն է։ Դիտորդները անընդունելի են համարում ընտրական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը, թե վերաքվեարկության դեպքում կա տակտիկական քվեարկության ռիսկ։ Այդ կարգավորումը կա, այդ կարգավորումը գրված է օրենքում, եւ ԿԸՀ-ն չի կարող ասել, որ դա խնդրահարույց կարգավորում է, ուրեմն անվավեր է, ուրեմն չենք հետևում այդ կարգավորմանը։ Այսինքն Հովակիմյան Վահագի ասացից ելնում է այն, որ ընդհանրապես երբեք չի կարելի անել առանձին տեղամասերում վերաքվեարկություն, ինչը հակասում է օրենսդրի սահմանած կարգավորումներին օրենսգրքի 95 եւ 101 հոդվածներով։ ԿԸՀ նախագահը հիմնավորելով որոշումը նաև Վենետիկի հանձնաժողովին է հղում արել, բայց այստեղ էլ ականատեսի ներկայացուցչի գնահատմամբ Հովակիմյանը ընտրողաբար է մեջ բերել միջազգային փաստաթղթերը, իսկ այնտեղ հստակ ամրագրված է մարդկանց ձայնը չի կարող զրոյացվել ընտրական վարչարարության արդյունքում։ Շատ խնդրահարույց են իրականում համարում այս որոշումը առաջին հերթին հանրային վստահության տեսանկյունից ընտրությունների նկատմամբ, հանրային վստահության, ընտրական համակարգերի նկատմամբ վստահության, ընտրությունների լեգիտիմության տեսանկյունից, այսինքն քաղաքացին էլ ոնց կարող վստահ լինի, որ ինքը գնալու է ընտրության, ինչ որ սխալների արդյունքում այդ տեղամասում արդյունքները անվավեր չեն ճանաչվելու ու հետո իր քվեն չարտացոլվի ընդհանուր պատկերում, այսինքն մի քիչ արդեն կարող է ինքը տանել, այդ որոշումը կարող է տանել ապաթիայի եւ չմասնակցության ընդհանրապես ընտրությունների քաղաքացիների կողմից։ Անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանը հաշվի առնելով ընտրակաշառքի բացահայտումներն ու ԿԸՀ երեկվա որոշումը եզրակացնում է. նոր խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր։ Նա հույս է հայտնում, որ սահմանադրական դատարանն իր որոշմամբ կշտկի իրավիճակը։ Իշխանությունը անհերքելի փաստ ընդդիմությունը իրավապահներին ուղիղ ցուցում է որակում ընտրական հանցագործությունների 110-ից ավելի մեղադրանքները, որ քաղաքացիական պայմանագրի հիմնական մրցակիցներին ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինքին եւ ԲՀԿ-ին են վերաբերում։ Չնայած չկան վճիռներ, բայց իշխանությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմության ստացած քվեների լեգիտիմությունը արդեն դրել է կասկածի տակ։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Եթե ասում 100%, դա ուրեմն սուտ է։
100% ես չեմ կարող ասել, որ հիմա ստեղից ես գնամ ընտեղ ինչ կլինի իմ հետ։ Նիկոլ Փաշինյանին ձայն չեմ տվել ու որևէ մեկից էլ կաշառք չեմ ստացել։ Սրանք են հանցագործ։ Հանցագործ լինելը պետք է ապացուցվի։ Մարդիկ տարակուսած են, վարչապետ Փաշինյանը հայտարարում է մի բան, որ անհնար է, 100 հազարավոր քաղաքացիներ չէին կարող անխտիր կաշառք վերցնել։ Դա աբսուրդ է, դες բան ոնց կարող է լինի, բոլոր քաղաքացիներին մեղադրել, որ ով ոչ, սենց ասենք էլի, ոչ ՔՊ-ին ձայն տվողները ընտրակաշառք են վերցրել։ Նիկոլ Փաշինյանը իր 8 տարիների ընթացքում ինչ ասել է, երևի 90%-ը ճիշտ չի դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերի կես միլիոնից ավելի ընտրողներին 4 օր առաջ մեղադրեց ընտրակաշառք վերցնելու համար, երբ նախընտրական փուլում հարուցված քրեական գործերով դատավճիռներ դեռ չկան։ Փաշինյանը համարում է, որ միայն իր ուժն է մաքուր ձայն ստացել։ Շատ մաքուր ձայն է, որ զինվորները մինչև գիշերվա 12:30 ընտրատարածքում է, շատ մաքուր ձայն է, շատ իդեալական, մաքրամաքուր։ Ֆերիով լվացված ձայներ են, ես կասեմ։ Ձեզ թվում է մեր կառավարությունը ընտրակաշառք չի տվել։ Խոշակները բարձրացնելը դա արդեն ընտրակաշառք էր։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա եւ 52 հոգի են կալանավորված, 48-ը տնային կալանքի տակ։ Գործերի մեծ մասը առնչվում է Ուժեղ Հայաստանին, 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Այս 5 ամսվա ընթացքում 242 մարդու են մեղադրանք առաջադրել։ Դատարան է ուղարկվել 14 քրեական գործ, որ պետք է քննեն։ Այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Վարչապետը ընդհանրապես չի կարող գնահատական տալ, երբ որ նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող որևէ գործի։ Սա ուղիղ միջամտությունը առաջինը այդ դատական գործի, երկրորդ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի գնահատականը ընդդիմադիրների ընտրողների հասցեին զրպարտություն է, իսկ իրավապահ համակարգի վրա ուղիղ ճնշում այն քրեական գործերով, որ հարուցվել են այս ընտրական փուլում, պնդում է Տիգրան Հայրապետյանը, որ ընտրակաշառքի գործերից մեկով փաստաբան է։ Իմ գործով օրինակ Կամո Տետրակյանի մասով, երբ որ նույն վարչապետը եւ ԿՊ-ական բոլոր պատգամավորները գրեթե խոսում էին, որ տեղի ունեցել ընտրակաշառքի դեպք, Հայաստանի Հանրապետության դատարանը, հակակոռուպցիոն դատարանը գտել էր, որ այդ գործողությունը ինչի մեջ մեղադրում են իմ պաշտպանյալին Կամո Տետրակյանին, լիարժեք մտնում է նախընտրական քարոզչության գործողությունների մեջ։ Իրենք չեն հարգում դատական ակտի հեղինակությանը, իրենք չեն ենթարկվում դատական ակտին եւ փաստորեն Հայաստանի Հանրապետության անունից կայացված դատական ակտը հենց իրենք են հեղինակավորում։ Ըստ փաստաբան Հայրապետյանի, Փաշինյանի հրապարակային պնդումներով ու սպառնալիքներով խախտվել է այս գործերով անցնող մարդկանց արդար դատաքննության իրավունքը։ Առնվազն ընտրակաշառքին առնչվող գործերով արդար քննություն չկա, պնդում է փաստաբանը։ Սրանից հետո դատական համակարգը չի կարող արդար լինի։ Միանշանակ հիմա կարող ենք հայտարարել, որ այս երկու դեպքերից հետո ընդ որում սա մեկ-երկու անգամ չեն եղել, բազմաթիվ կրկնվել են, խախտվել է բոլոր այդ 200 կամ 180 մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը եւ արդյունավետ պաշտպանության միջոցներ ունենալու իրավունքը։ Երկուսն էլ նախատեսվում են թե մեր սահմանադրությամբ, թե միջազգային պայմանագրերով։ Իշխանություններին առնչվող տասնյակ ընտրախախտումների մասին են ահազանգել ընդդիմադիրները, տեսանյութ էր հրապարակել։ Ուժեղ Հայաստանը արձանագրել է ինչպես են իշխող ԿՊ-ի 16 համարի քվեաթերթիկով տեղամաս մտել, իրենց 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս տարել, ապացուցելու, որ ընդդիմադիր ուժին չեն ընտրել։ Ընդդիմադիրների պնդմամբ իշխող ուժի օգտին ուղղորդել են քվեախցում հսկել ընտրությունը։ Տեսանյութեր հրապարակեցին բռնությունների մասին, որ ԿՊ-ականները ընտրական տեղամասում ու տարածքում հարձակվել են իրենց վստահված անձանց վրա։ Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողներին վերահսկում է եւ ուղղորդում։
Հակակոռուպցիոն կոմիտեն, որ այս ամիսներին հիմնականում իշխող ուժի մրցակիցներին առնչվող խախտումների մասին է հաղորդել, դիմել է արդարադատության նախարարին, որ այնպիսի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեն, նվազագույնի հասցնեն այս նախընտրական փուլում բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը։ Եվ ըստ իրավապահ համակարգի, այդպիսի սխեմաներում ներգրաված քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացներին արգել են։ Մի նախաձեռնության մասին էլ ազգային ժողովի խոսնակը հայտարարեց, առաջիկայում մեկական տարով կխստացնեն ընտրակաշառքի պատիժը, տալու համար կազատազրկվեն 10 տարով վերցնելու 9։ Վարչապետ Փաշինյանի սպառնալիքներին զուգահեռ նրա ընդդիմախոսներն այս օրերին երկրից դուրս գալու դժվարություններ են ունենում։ Երեկ Ռոբերտ Քոչարյանին սահմանապահները թույլ չեն տվել օդանավ նստել, նախորդ օրերին Գագիկ Ծառուկյանին եւ Նարեկ Կարապետյանին էին արգելել հատել սահմանը։ Ու իրավապահները ժամեր շարունակ չեն պարզաբանում, ինչու արգելվեց Քոչարյանի ելքը այն դեպքում, երբ անգամ նա տեղյակ չէր, որ նման սահմանափակում կա։ Գլխավոր դատախազությունն ու ազգային անվտանգության ծառայությունը երեկվանից չեն բացատրում, ինչ հիմքով են արգելել երկրորդ նախագահի ելքը Հայաստանից։ Դատախազությունը գրավոր հարցում է պահանջել, իսկ ԱԱԾ-ի հետ կապվել չի հաջողվում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նախապես էր հայտարարել, որ նա անձնական նպատակներով պատրաստվում է մի քանի օրով դուրս գալ երկրից։ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում կա միայն մեկ գործով՝ մարտի 1-ով, իսկ այդ գործով նա երկրից դուրս գալու արգելք չունի, Ազատության հետ զրույցում ասաց որդին Լևոն Քոչարյանը։ Ոչ տեղեկացրել են, ոչ էլ կարող էին դա անել առանց ԿԸՀ-ի համաձայնության։ Երեք իշխանական լրատվամիջոցներն էին առանց ձայնի կադրեր հրապարակել, որոնցում երևում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Զվարթնոցի սահմանային անցման կետում սահմանապահին է մեկնում տոմսը։ Վերջինս այն հետ է տալիս ու ինչ-որ երկխոսություն է տեղի ունենում։ Իշխանամետ խոսնակ լրատվականն այս տեսանյութը հրապարակել էր ու պնդել, թե Քոչարյանը փորձում էր փախչել երկրից։ Ասել են չեք կարող, ոչ մի բացատրություն չեն տվել, ու հենց այդ ուղիղ հարցին, որն է բացատրությունը, որն է պատճառաբանությունը, ասել են չունենք։ Դա իշխանական կազմակերպված այսպես քարոզչական դրուկ էր ընդդիմախոսի նկատմամբ։ Հասկանում եք, չէ՞, նույն այդ պահին մենք դեռ չգիտենք, ես իր հետ չեմ կարող կապ հաստատել, նույնիսկ իրեն ճանապարհ դնողները դեռ չգիտեն ինքը անցել է թե չէ, իշխանական լրատվամիջոցը գրում է րոպեներ անց, միգուցե ժամվա ընթացքում տեսանյութներ է հայտնվում իրենց կայքերում ԱԱԾ-ի տեսանյութերը։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող, մի պարզ պատճառով։ Նա չունի եւ չի ունենալու եւ չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Ռոբերտ Քոչարյանը որպես падգամավորի թեկնածու անձեռնմխելիություն ունի եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։ Հանձնաժողովից Ազատությանը հաստատել են, որ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համաձայնություն ստանալու դիմում այս պահի դրությամբ չեն ստացել։ Նախկին նախագահի առաջնորդած դաշինքի անդամ Գեգամ Մանուկյանն էլ նկատում է, քաղաքացու տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է քրեական գործի շրջանակում, երբ նա տեղյակ է լինում այդ մասին։ Այդ դեպքում ինչու եւ ինչպես է արգելվել Քոչարյանի ելքը, չգիտեն։ Մանուկյանը հանցագործություն է որակում ոչ միայն սա, այլև իշխանական մեդիայի կողմից ԱԱԾ սահմանապահի խցիկից արված տեսագրության տարածումը։ Երբ նման երկգաղտնի կառույցից նման տեղեկատվություն, նման տեսանյութ կարող է դուրս գալ միայն բարձրագույն ղեկավարության որոշումով, ազգային անվտանգության ծառայության տնօրենի կատարմամբ եւ սահմանապահ զորքերի հրամանատարության կատարմամբ։ Մանուկյանը նամակ է ուղարկել ԱԱԾ տնօրենին պահանջել պարզաբանել տեղի ունեցածը, թե ինչպես է այդ տեսագրությունը հայտնվել երրորդ անձի ձեռքում եւ արդյոք կա ծառայողական քննություն մեղավորներին հայտնաբերելու համար։ Պատգամավորը պնդում է, սա ոտնձգություն է մարդու անձնական տվյալների նկատմամբ։ Ազատությունը եւս փորձեց պարզաբանում ստանալ ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն ողջ օրվա ընթացքում լրատվական ծառայության ինքնապատասխանիչներ միանում։ Մեկ սրվակում ունենք դատախազ, որը վճիռներ է դակում եւ դատախազությունները, ոստիկանությունները, հատուկ ծառայությունները կատար են ածում, թե ինչքան սա կշարունակվի եւ ինչի կվերածվի կանխատեսել չեմ կարող, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ այն աջակցությունը, որ ինքը ստացել է եւ ստանում է արևմուտքից, շատ արագ կսպառվի նրա այս վարքի պատճառով։
Իրավապաշտպանը պնդում է, ազգային անվտանգության ծառայության տեսագրության արտահոսքը անօրինական է հայտնվել լրագրողների ձեռքում եւ իրավապահները պետք է պարզեն մեղավորներին, հակառակ դեպքում կստացվի, որ ԱԱԾ-ն հանձնարարություն է ստացել եւ կատարել առանց հաշվի առնելու օրենքը։ Նրանց հանձնարարվել է կազմակերպել այդ արտահոսքը, նրանք էլ կազմակերպել են այնպես, ինչպես կարողացել են։ Թե դատախազությունում եւ թե քննչական կոմիտեում ԱԱԾ սահմանապահի խցիկի տեսագրության տարածման առիթով վարույթ չկա, բողոք դեռ չեն ստացել, հայտնեցին։ Իսկ Քոչարյանի դեպքը եզակի չէ, ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը չէր կարողացել մեկնել Հայաստանից, բայց նրա դեպքում հայտարարվեց, որ նոր վարույթ է հարուցվել, չնայած դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը չէր ստացել։ Օրերս նաեւ ուժեղ Հայաստանի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին էր արգելվել հատել հայ-վրացական սահմանը։ Մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում եւ ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների եւ գյուղմթերքի արտահանման հետ։ Բայց սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է եւ սահմանափակում դրեցին իմ վրա։ Կարապետյանի դեպքում եւս կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությունից միջնորդություն չի ստացել, իսկ իրավապահները չեն բացահայտում Կարապետյանը որևէ գործով մեղադրյալ է, թե ոչ։ Գյուլագարակն այն եզակի բնակավայրերից է, որտեղ այս ընտրություններում իշխանության հաղթանակ չգրանցվեց։ Հետո եղավ բռնության դեպք, որի գլխավոր հերոսը հրաժարվում է խոսել, հերքել կամ հաստատել նախնական տեղեկությունը, թե տեղի ունեցածը հետընտրական հաշվեհարդար էր։ Ինչը չնայած տարածված լուրերին ու բռնության փաստով հարուցված քրեական գործին, տեղական իշխանությունը կտրականապես հերքում է։ Արդյոք հետընտրական հաշվեհարդար է եղել Գյուլաքարակում, որտեղ ընդդիմադիր 3 ուժերը միասին 50%-ից ավելի ձայն են ստացել։ Մամուլներ կադրեր հրապարակել, որտեղ համայնքապետարանի գլխավոր մուտքի ապակին կոտրված է ու տեղեկություններ կան, թե տեղացի Կարենին համայնքապետարանում ծեծել են, վնասվածքներ պատճառել ու բացատրություն պահանջել, արդյոք ՔՊ-ի դեմ չի քարոզել, չնայած որ կինը համայնքապետարանում է աշխատում, քույրն էլ գյուղի դպրոցի տնօրենն է։ Այսօր քննչական կոմիտեից միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ֆիզիկական ներգործության հատկանիշներով, 1 տուժող կա, կատարվում է նախաքննություն։ Ինքը այս միջադեպի առանցքում հայտնված գյուլաքարակցի Կարենը, որ ենթադրաբար տուժող է ճանաչվել, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Արդեն եթե քրեական գործը հարուցվել, նշանակում ասում են հաղորդում ա տրվել, արդյոք դուք եք տվել այդ հաղորդումը։ Ես հիմա ինչ համար չի ես։ Հա, բայց չեք ուզում խոսալ առհասարակ այդ թեմայով։ Ոչ։ Ձեր քիթն են ջարդել, եթե Ոչ։ Իսկ ջարդված է ձեր քիթը։ Գյուլաքարակի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը նույնպես այսօր չպատասխանեց մեր զանգերին։ Հնարավոր չեղավ պարզել իսկապես ինքն էլ մասնագիծ է եղել ծեծին, ինչպես պնդում է մամուլը։ Միջադեպի հաջորդ օրը համայնքապետարանը պաշտոնապես հերքել էր հետընտրական հաշվեհարդարի մասին տեղեկությունները, հերքում պահանջել նաև լրատվամիջոցներից հրապարակումները սուտ, անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող հեյջուրանքներ որակելով։ Հերքել, բայց չէին պարզաբանել այդ դեպքում ով ում է ծեծել համայնքապետարանում, որի առթիվ քրեական գործ կա կամ ինչից էր հանկարծ ջարդվել մուտքի դռան ապակին։ Գյուլաքարակում 4000-ից ավելի ընտրող է մասնակցել քվեարկությանը, որոնց 43.3%-ը քվեարկել է իշխող կուսակցության օգտին։ Ուժեղ Հայաստանին մի փոքր ավելի շատ ձայն են տվել 43.9%, եւս 4.1% Հայաստան դաշինքն է ստացել, 2.4% Բարգավաճ Հայաստանը։ Լոռու մարզում թվերը իշխող քաղաքացիական պայմանագրի օգտին չեն եղել նաև Տաշիր եւ Ստեփանավան քաղաքներում։ Տաշիրում, որ ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդավայրն է ու անցած տարիներին նա այստեղ բարեգործություններ է արել, այս կուսակցությունը 73% ձայն է ստացել, քաղաքացիական պայմանագիրը 22.5%։ Դեռ քվեարկության օրը, երբ տեղամասերից ստացվում էին առաջին տվյալները, Տաշիրում քաղաքացիական պայմանագրի շտաբը ղեկավարած Արամ Խաչատրյանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է ու Լոռու նախկին մարզպետը, Ազատությանն ասել էր, թե իր համար սպասելի է, որ ուժեղ Հայաստանը Տաշիրում հաղթելու է։ Այո, սպասելի էր եւ նույնիսկ կասեի, որ սպասածից ավելի շատ մեզ համար, մեր թվերի մասին խոսքը։ Ինչու, ինչն է, այսինքն ինչն է հիմնական առավելության պատճառը։ Դե որ ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը ծննդով տաշիրցի է։ Սա է հիմնական պատճառը, որ ասենք իրենք ունեն առավելություն։ Նախընտրական քարոզարշավի օրերին իշխանականները պնդում էին, որ չնայած ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը տաշիրցի է, բայց իշխող ուժն էլ այստեղ քիչ ձայն չի ունենա։
Քվեարկությունից անմիջապես հետո ՔՊ-ի Տաշիրի շտաբի պետ Արամ Խաչատրյանը, որ նույնպես տաշիրցի է, մոտավոր հաշվարկներ էր արել ու իրենց կուսակցության համար մոտ 30% ձայն էր ակնկալում, բայց անգամ այդ հույսը չարդարացվեց, 22.5% ստացան։ Այո, մենք ասել ենք եւ հիմա էլ արձանագրում ենք, որ քիչ ձայներ չունենք։ Այս պահին հաշվարկի արդյունքներով մոտավորապես 30%։ Քաղաքացիական պայմանագրի ստացած ձայները ամենաբարձրը 60% գրանցվել է Փամբակում, գրեթե 50%-ի են հասել Վանաձորում, 50%-ից ավելի քվե է ստացել Սպիտակում, Ալավերդիում, Թումանյանում եւ Լոռիբերդում։ Ձայները իշխանության օգտին չէին Ստեփանավանում։ Չնայած այստեղ քարոզչությանը մեծապես ներգրավված էին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՔՊ-ական падգամավոր Արփի Դավոյանը։ Լոռու բոլոր համայնքներում ՔՊ-ական ղեկավարներ են, բացառությամբ Տաշիրի։ Վանաձորն արդեն 4 տարի ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնակատարը, ով սակայն ՔՊ-ականների քարոզչությանը չի մասնակցել։ Վանաձորում ՔՊ-ի հանրահավաքին ներկա չէր։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում։ Իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ալիևի օգնականի այցը Հայաստան համընկավ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման հետ։ Զուգադիպություններ։ Բրյուսելը խոստանում է օգնել Երևանին հեշտացնելու առևտուրը Եվրոպայի հետ։ Ինչ է ենթադրում Վաշինգտոն-Թեհրան համաձայնությունը։ Պատերազմն ավարտված է։ Հայաստանում քննարկում են նաև Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիկմեթ Հաջիևի նախօրոք չհայտարարված հայաստանյան այցը։ Պաշտոնապես կողմերը ճիշտ նույն բանը հաղորդեցին, բանակցությունների ընթացքում քննարկել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր եւ ընդգծել երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարեւորությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Ալիևի ամենավստահելի պաշտոնյաներից մեկի հանդիպումը Դիլիջանում անցավ։ Երևանում նույն այդ ժամերին ընտրության արդյունքներն էին ամփոփվում։ Սա պատահականություն էր, թե ոչ։ Փակված չէ սահմանադրություն փոխելու հարցը, որը Բաքուն խաղաղության համաձայնագրի նախապայման է դարձրել, իսկ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնության էր ձգտում առանց ընդդիմությունից կախում ունենալու նոր մայր օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Չեմ տեսնում կապ կայի արդյունքների հրաբարակման եւ հանդիպման միջեւ, կարծում եմ սա նպատակը խաղաղության գործընթացի մասին քննարկումներն էին Հայաստանի ընտրությունների արդյունքների կոնտեքստում, այսինքն կողմերը նպատակը կարծում եմ հանդիպման կողմերի համար հասկանալն է, թե ինչպես է շարունակվում գործընթացը եւ ինչպիսի եթե որևէ ազդեցություն թողել են ընտրությունների արդյունքները նախապես պայմանավորված հետագծի վրա։ Չեմ կարծում, թե պատահական են լինում այդպիսի քաղաքական զուգահեռները, երբ պաշտոնական արդյունքի հրապարակման օրը այցելում է Հայաստան Ադրբեջանի նախագահի օգնականը, հաշվի առնելով նաև այն, թե Ադրբեջանը ինչպիսի մոտիվացվածություն ուներ Հայաստանի խորհրդարանի ընտրության հարցում եւ մասնավորապես քաղաքացիական պայմանագրի իշխանությունը պահելու հարցում։ Հանդիպման առանցքում նախ կարող է լինել հենց Հայաստանում խորհրդարանի ընտրության արդյունքը, մասնավորապես այն, թե արդյոք այդ արդյունքով քաղաքացիական պայմանագիրը ստանում էր բավարար մեծամասնություն, այսպես ասենք, ընդդիմությունից անկախ լինելու համար։ Թողարկման այս հատվածում էլ միջազգային գլխավոր նորությանը անդրադառնանք։ Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտարարում են խաղաղության շուրջ համաձայնության մասին։ Ստորագրումը շաբաթավերջին Ժնևում է նախատեսվում։ Ինչ շրջանակ է ընդգրկում Վաշինգտոն-Թեհրան գործարքը։ Պատերազմի 107-րդ օրը Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են, որ համաձայնել են խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ուրբաթ Շվեյցարիայում, որին հաջորդող 60 օրերին կողմերը կբանակցեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ ներկա կլինի Ժնևում փաստաթղթի ստորագրմանը եւ հնարավոր է նախագահը եւս։ Դոնալդ Թրամփն էլ ասել է, որ այս մեծ գործարքը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի համաձայնագրի ստորագրումից
ստորագրումից հետո եւ Պարսից ծոցի նավթը կսկսի ազատ արտահանվել։ Այսպիսով ես հայտարարում եմ Հորմուզի նեղուցը բացելու մասին առանց турքերի, զուգահեռաբար հայտարարում եմ ամերիկյան ծովային շրջափակումն անմիջապես ավարտելու մասին, աշխարհի նավեր, գործի դրեք ձեր շարժիչները, թող հոսի նավթը։ Իրանի փոխարգործնախարարը հայտնել է, որ համաձայնության հասնել հնարավոր է դարձել Թեհրանում միջնորդ Կատարի ներկայացուցիչների հետ 3 մոտ 15 ժամ բանակցելուց հետո միայն։ Պետական հեռուստաընկերությանը Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ համաձայնագրով անհապաղ եւ մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, իսկ միջուկային հարցերը կքննարկվեն ստորագրմանը հաջորդող 60-օրյա ժամկետում, հավելել է նա։ Այս պահին փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես մշակված է, պաշտոնական ստորագրումը նախատեսված է ուրբաթ, իսկ որպես հանդիպման վայր դիտարկվում է Շվեյցարիան։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մաս են։ Համաձայնագիրը կայուն չի լինի, եթե Լիբանանի անվտանգությունը վտանգված լինի, զգուշացրել է Իսմայիլ Բաղային։ Այս համաձայնագիրը ոչ մի դեպքում չի նշանակում, որ Թեհրանը կմոռանա կամ կների իրանցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները, հավելել է նա։ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլան ողջունել է համաձայնագիրը, նշելով, որ Լիբանանի ներառումն արտացոլում է Իրանի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու հարցում։ Չնայած հուշագրի տեքստը պաշտոնապես չի հրապարակվել, իրանական լրատվամիջոցները նշում են, որ ըստ փաստաթղթի մշտական հրադադար պետք է հաստատվի բոլոր ճակատներում։ Վաշինգտոնը պարտավորվում է չմիջամտել Թեհրանի ներքին գործերին, 30 օրում վերացնել Իրանի ծովային շրջափակումն ու ի զորքը դուրս բերել տարածաշրջանից։ Նաև վերացնել Իրանի նավթային եւ էներգետիկ ոլորտի պատժամիջոցները, չավելացնել իր ուժերը տարածաշրջանում եւ Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրեր իրականացնել։ Իրանն էլ պարտավորվում է 30 օրում բացել Հորմուզի նեղուցը, միջուկային զենք չստեղծել, նաև ըստ մեր գործակալության պայման է դրել։ Վերջնական բանակցությունները կսկսի միայն, երբ ապասառեցվի իրանական սառեցված միջոցների կեսը, վերացվեն պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը։ Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, ողջունել են Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև համաձայնությունը։ Եվրոպական առաջատար երկրները հայտարարել են, որ պատրաստ են մեղմել Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ այս համաձայնագիրը նշանակալի պահ է Միացյալ Նահանգների համար։ Ըստ J.D. Vance-ի այն կվերացնի Թեհրանի միջուկային սպառնալիքը եւ ամբողջությամբ կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ տասնամյակներին։ Եթե իրանցիները կատարեն այս գործարքի պայմաններն, այն հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիներին, այն վերջ կդնի պատերազմին, Մերձավոր Արևելքը կդարձնի ավելի գրավիչ ներդրումների համար։ Չնայած համաձայնությանը Իսրայելը շարունակել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական ուժերն անորոշ ժամանակով կմնան Լիբանանում, Սիրիայում եւ Գազայում զբաղեցրած դիրքերում։ Ազգային անվտանգության նախարարն էլ հայտարարել է, որ այս համաձայնագիրը ոչինչ չի պարտավորեցնում Իսրայելին, քանզի Թել Ավիվը դրա կողմ չէ։ Ըստ Իտամար Բեն-Գվիրի, այն չի պաշտպանում Իսրայելի անվտանգությունը։ Մենք չպետք է դուրս գանք մեր զինվորների գրաված եւ ահաբեկչական ենթակառուցվածքներից մաքրված տարածքի ոչ մի սանտիմետրից, ասել է նա։ Ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ այս համաձայնությունը մեջբերում են վատ է Իսրայելի եւ ողջ ազատ աշխարհի համար։ Իսրայելը կշարունակի իրանական ռեժիմը տապալելու արշավը, ասել է Բեզալել Սմոտրիչը։ Սասուն Խաչատրյան, Ազատություն ռադիոկայան, Երևան։ Հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսը։ Ազդարարելով այցի մասին Կոսը X-ի իր էջում նաև գրել է, մեջբերեմ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է ժողովրդի կողմից վերջին ընտրություններում։ Մեջբերման ավարտ։ Հայաստանի արտգործնախարարը այսօր ի դեպ Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, որտեղ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն առևտրաշրջանառության ավելացման, Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ դիմակայունության ավելացման շուրջ։ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերջին տնտեսական սահմանափակումներից հետո Եվրամիությունը որոշել էր 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև քննարկում են հայկական գյուղմթերքի Եվրամիություն արտահանման ընթացակարգը դյուրացնելու հնարավորությունները։ Մինչ Եվրոպան Ռուսաստանի ճնշումներից է խոսում, Հայաստանում ձերբակալվում են Ռուսաստանի եւ նրա դաշնակից Բելարուսի կողմից հետախուզվողներ, որ հայտնի են իշխանության հասցեին իրենց քննադատությամբ։ Պուտինի ընդդիմախոս մաթեմատիկոս Վերբիցկին այսօր ազատ արձակվեց, բայց Հայաստանը չի կարող լքել։ Տեսնենք, թե ինչ պատմություն է Բելարուս իրավապաշտպանի դեպքում։
Այսօր առավոտյան Երևանի Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Բելարուսի ընդդիմադիր իրավապաշտպանը, որին Բելարուսի իշխանությունները հետախուզում են 2022 թվականից։ Եվրամիության երկրներից մեկում բնակվող Բելարուսի իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսը Հայաստան էր ժամանել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության հրավերով մասնակցելու միջազգային համաժողովի։ Միության նախագահ Գրիգոր Երիցյանն է թվում հոդվածները, որով Բելարուսը հետախուզում է հայտարարել իրենց հյուրի նկատմամբ։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն վիրավորանքը եւ ծայրահեղական կազմակերպություններին աջակցելը, այսինքն հայտնի ահաբեկչության հոդվածով, որով բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարել են Բելարուսի ավտորիտար ռեժիմի դեմ, հետախուզվում է։ Ընդ որում այս պահին նաեւ արգելք ունի երկրից բացակայելու, այսինքն պետք է նաեւ գործընթաց սկսենք, որպեսզի կարողանանք իրեն հետ ուղարկել Լեհաստան։ Բելարուսի իրավապաշտպանի ձերբակալության մասին Ահազանգաձ Երիցյանը նշել է, Կլիմուսը գտնվում է Եվրամիության պաշտպանության ներքո, թեև ընդդիմադիր իրավապաշտպանը մի քանի ժամից ազատ է արձակվել, Երիցյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում։ Այնուամենայնիվ, այդ երկրի քաղաքացիները, ովքեր ենթարկվել են ճնշումների իրենց երկրում, նաև ճնշումների են ենթարկվում մեր երկրում։ Ժամեր շարունակ մարդը ձերբակալված է եղել, ԵՄ պաշտպանության տակ գտնվող մարդիկ պետք է նաև պաշտպանության տակ գտնվեն Հայաստանում, եթե Հայաստանը ձգտում է Եվրոպական միության անդամակցության։ Հնարավոր չի, որ մենք ձգտենք դեպի Եվրոպա, բայց ճնշումներից փախած մարդկանց ճնշման ենթարկենք մեր երկրի տարածքում, սա պետք է բացառել։ Բելարուսի ընդդիմադիր իրավապաշտպանին Հայաստան հրավիրած կազմակերպության նախագահի խոսքով Հայաստանի իրավապահ մարմինները մերժել են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։ Մեջբերվել են տարբեր միջազգային կոնվենցիաներ եւ նաեւ նշվել է, որ Բելարուսում գործող այդ կարգավորումը Հայաստանում քրեական պատասխանատվություն չի ենթադրում։ Սա կարծում եմ շատ կարևոր նախադեպ է։ Ավելի քան 7 ժամ անազատության մեջ մնացած Բելարուսի իրավապաշտպանն ազատությանն ասաց հեշտ օր չէր, թեև մի քանի ժամ քնելու եւ սնվելու հնարավորություն չի ունեցել, բայց Армения делает свой геополитический выбор. Мне очень приятно, что для белорусов с таким с аналогичным статусом политических активистов эта страна становится более безопасной и доступной. К сожалению, конечно, местная бюрократия. Հայաստանն իր աշխարհակաղակական ընտրությունն է անում ու շատ ուրախ եմ, որ Բելարուսի քաղաքական ակտիվիստների համար այս երկիրն ավելի անվտանգ ու հասանելի է դառնում, բայց ցավոք սրտի տեղի մակարդակում բյուրոկրատիան միշտ չէ, որ նույն արագությամբ է հասցնում գնալ քաղաքական կամքի ետևից։ Ես շատ կուզեի, որ բռնապետներն ու ավտորիտար ռեժիմներն այլևս չկարողանային միջազգային իրավունքի հիման վրա հայտարարված հետախուզման մեխանիզմներն օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք ակտիվիստների, իրավապաշտպանների եւ իրենց ընդդիմախոսների դեմ։ Как инструмент репрессий. Կլիմուսին Հայաստան հրավիրած կազմակերպությունը նրա իրավունքների պաշտպանության համար դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությանը։ Գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն ազատությանն ասաց, փորձելու են օգնել, որ Բելարուսի իրավապաշտպանն անարգել լքի Հայաստանը։ Փորձել ենք հետևողական լինել, որպեսզի Հայաստանը հնարավորության դեպքում թույլատրի վերջինիս հետ վերադարձը իր այն երկիր, որտեղ վերջինս ունի պաշտպանության հնարավորություններ, որտեղ ինքը նաև Եվրամիության երկրներից մեկից ունի պաշտպանության հատուկ կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս չարտաքսվել այն երկիր, որտեղ կարող են խախտվել վերջինիս իրավունքները եւ ազատությունները։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատ իրավապաշտպանի դեպքը միակը չէ։ Զվարթնոց օդանավակայանում օրերս ձերբակալվել էր նաև ռուսաստանցի հայտնի մաթեմատիկոս Միխայել Վերբիցկին։ Ռուսաստանը նախորդ տարվանից է հետախուզում հայտարարել նրա նկատմամբ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ինքը մեղադրանքը կապում է Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո ռուսական իշխանություններին քննադատելու եւ Պուտինի վարչակարգի դեմ դիրքորոշում արտահայտելու համար։ Мне не сказали, что я должен остаться в Армении. Ի տարբերություն Բելարուսի ընդդիմադիր իրավապաշտպանի, ռուս ընդդիմադիրը 3 օր է մնացել անազատության մեջ, բայց այսօր առավոտյան ազատ արձակվեց, որովհետև Ռուսաստանի իրավապահները կալանավորման վերաբերյալ միջնորդություն չներկայացրին Հայաստանի դատախազություն։ Սակայն ինչպես Կլիմուսի, այնպես էլ Վերբիցկիի դեպքում ազատ արձակվելը չի նշանակում խնդրի ամբողջական լուծում։ Վերբիցկիի փաստաբան Վաչե Սիմոնյանն ազատությանն ասաց, ռուս ընդդիմադիրը մինչ օրս չի կարողանում ազատորեն լքել Հայաստանը, քանի որ շարունակում է մնալ միջազգային հետախուզման մեջ։ Իսրայել պետք է վերադառնար, բազմաթիվ նմանատիպ պրակտիկա ունենք, թեև Հայաստանում կարողանում ենք ինչ-որ մի դրական արդյունքի հասնել անձանց համար, չեն արտաքսում տարբեր երկրներ, հա, պահանջող երկրներ, բայց այնուամենայնիվ
նրանց իրավունքները ազատության տեղաշարժը սահմանափակված է մնում եւ նրանք չեն կարողանում լքել Հայաստանը։ Օրինակներ ունենք, որ մարդիկ նույնիսկ, չգիտեմ, Հայաստանում դարձել անօթևան առանց աշխատանքի, առանց սովորական կացության պայմանների եւ ուղղակի Հայաստանում մնում են։ Դա չլուծված հարց է։ Որ այսպիսի խնդիրները չկրկնվեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգողը կարծում է, Հայաստանը պետք է հրաժարվի ԱՊՀ երկրների հետ իրավական համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններից։ Ըստ Չատինյանի, դա է պատճառը, որ Հայաստան մուտք գործող որոշ անձինք ձերբակալվում են միջազգային հետախուզման հայտերի հիմքով։ Առհասարակ այդ պահանջները կատարելուց պիտի հրաժարվենք եւ չկատարվեն այն պահանջները, որոնք ոչ ժողովրդավար պետությունների կողմից են Հայաստանին ներկայացվում։ Հայաստանը լինելով ժողովրդավար երկիր, պիտի փորձի ապահովել մարդույանքների եւ ազատությունների լիակատար պաշտպանությունը։ Չարիքը մնում է կախված դեռևս, իրավական չարիքը դա համաձայնագրերն են, որոնց ստորագրումը, կատարումը, վավերացումը Հայաստանը օր առաջ պետք է հետ կանչի։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով ազատություն.am կայքում, նաև սոցցանցերի մեր էջերում լրահոսը թարմացվում է, հետևեք հաջողություն։